Ինչ վերադարձանք սիրելի ընկերներ եւ քիչ անց մենք կտեսնենք թե Անուշը ինչը պատրաստելու մեզ համար այսօր։ Համլետը մենակ թողեց ինձ եւ գնաց Անուշին օգնելու, խնդրեմ։ Դե որ Անուշին մենակ չթողնեմ ամեն դեպքում։ Չեմ կարծում որ ես մեծ հաշվով օգնելու եմ Անուշին։ Ինչպես գիտեք ինձ մոտ միայն կիտրոն ճզմելն է լավ ստացվում խոհանոցում եւ կարծում եմ ես դա կանեմ, չէ՞։ Այո։ Թանձրուկը ես եմ պատրաստում, լավ։ Վերջ, թանձրուկը ես։ Թանձրուկը ամենակարևորն է խոհանոցում։ Վստահաբար։ Չէ, յուրաքանչյուր ուտես, յուրաքանչյուր բաղադրիչ թանձրուկն է լավ համ տալիս։ Հիմա տեսնենք թե այդ համը ոնց է Ոնց է համը, Ինչ ենք պատրաստելու Անուշ։ պատրաստում ենք, ամենակարևորը մոռացանք ասել, սագախոտով, քինոայով թարգմանենք։ այո, մենք այնքան ենք ասել սագախոտ, ինձ թվում է արդեն մեր հեռուստադիտողները գիտեն, այո։ Դդումը խաշել եմ, քինոան խաշել եմ, ռուկոլայով եւ ավոկադոյով աղցան կպատրաստենք եւ սաղմոնը կմատուցենք գեղեցիկ աղցանով։ Վաու։ Ես փշակավեցի ուղղակի։ Իսկ փշակավելու էր, գիտես։ Իսկապես։ Գունագեղ ուտեստ է մեզ Հիմա այսօր պետք է արևածաղկի յուղով։ Բա թանձրուկը, Թանձրուկի մանրամասները։ Հիմա կիտրոնը ճզմի։ Ամբողջ այս բաղադրիչները հիմա կհամեմվեն մանանեխի, մեղրի, կիտրոնի հյութի, ձիթայուղի, աղով, պղպեղով խառնված մի հոյակապ թանձրուկ։ Սկսեցինք։ Դու մինչև դա կպատրաստես, ես դնեմ ձուկը թող խաշի։ Լավ, բայց ես ինչ անեմ։ Դու ուշադիր հետևիր, թե ինչպես է թանձրուկը պատրաստվում։ Վայ Համլետ, ինչպես դու հասցրեցիր շուտ հայտնվել այդտեղ։ Մի բան եմ անելու եւ վերադառնամ։ Այստեղ ավելացնում ենք սոյայի սոուս։ Փոքրել էստեղ ավելացնենք մեղր։ Եվ պետք է մի փոքր շագանակագույն կեղև ստանա։ Անուշ քո բաղադրատոմսն է, թե վերցրել ես։ Ոչ, ես տեսել եմ խոհարարներից մեկի մոտ եւ շատ հավանեցի ու որոշեցի այսօր պատրաստեմ։ Մի փոքր սև պղպեղ կավելացնենք։ Հիմա մենք մի թեյի գթալ վերցրու եւ կարող ես Սիրում եմ ինչպես է Անուշը մայրաբար ինձ ասում, թե ինչ պիտի անեմ, որպեսզի խառնեմ թեյի գտալ։ Ահա, հիմա կես թեյի գթալ, մի քիչ շատ, հանգիստ վերցրու, որովհետև սա դիժոնյան մանանեխ է, Համլետ, եւ ավելի քաղցր է։ Մի լավ հիմա խառնի։ Տեսնում ես։ Հետո կավելացնես։ Ես իզուր չի որ քեզ դիմում եմ վարպետով։ Նաեւ խոհանոցում ես փայլում, Համլետ։ Վստահաբար։ Բոլորը դա գիտեն։ Կարծում եմ այստեղ պետք է նաև մեղր ավելանա, չէ՞ Անուշ։ Այո։ Որպեսզի թանձրուկը դառնա մեղրամանանեխային ամեն դեպքում, իսկ որքան ավելացնեմ մեղր։ Մեղրը ավելացրեք, ահա, բավական է։ Հիմա մի քիչ կստացվի եւս կես գթալ կարող ես ավելացնել, խառնել, կդառնա դառը կծու թթու Մեղրամանանեխային։ Այո, շատ համեղ հետաքրքիր թանձրուկ։ Այդ ընթացքում մենք խառնենք բաղադրիչները, Իդեպ կավելացնենք սագախոտը, այո, Համլետ։ ուզում եի ասել, որ սկզբից երբ դդումը տեսա, ինձ թվաց մանգո է։ Ահա։ Ասածս ինչ է, կարող ենք այն փոխարինել այլ բաղադրիչներով, թե ոչ։ Այո, Կարող ենք։ հենց մանգո էլ կարող ենք։ Քաղցր է, սա էլ է քաղցր, իդեպ կարող ենք տապակել դդումը եւ մի քիչ ավելի հետաքրքիր Կարամելային։ Այո, կարամելային դդում կդառնար, բայց մենք քանի որ համեղ թանձրուկ ունենք, այստեղ կավելացնենք, արդեն հետաքրքիր կստացվի։ Կարծում եմ ես իմ առաքելությունը ավարտեցի խոհանոցում։ Չէ՞։ Թանձրուկը պատրաստ է։ Այո, աղ ու պղպեղ կավելացնենք հիմա եւ կարող ենք համարել ավարտած։ Ռուկոլան ավելացնենք աղցանին ու հիմա կկտրենք կոշտ մասերը կարող ենք հանել եւ մեզ մնում է ավոկադոն կտրել։ Որքան եմ ավելացնում։
Ավելի քանի որ այստեղ աղ չկա, մի քիչ շատ կարող ես անել։ Ահա։ Լավ է։ Եվ փոխվի։ Ապրես, դե արի։ Դե արի։ Մի վարքան։ Մի կան շտապում եք քեզ տանել։ Գնանք տեղը։ Ավոկադոն կտրելու ամենահարմար տարբերակը ո՞րն է սերի Անուշ։ Գթալով մեջտեղից Ուղղակի կիսում հանելը։ ենք եւ գթալով, այո, վերջին։ Ամիս դու դդում սիրում ես։ Այո։ Այո, եւ շատ եմ սիրում, երբ դնում ենք ջեռոցում, շատ հետաքրքիր, ինձ համար հետաքրքիր է այդպես։ Եվ վերջադուցումով է պատրաստվում անկրկնելի ղափաման։ Այո։ Ահա, ավոկադոն այսպես գթալով մի անգամից դուրս է գալիս եւ կարող ենք միս կտրել, հետո նոր հանել գթալով, արդեն կտրած վիճակում։ Ես իմ թանձրուկը պատրաստել եմ։ Դու կարող ես գրավել քո տեղը։ Շնորհակալություն։ Տեսար։ Ինչ Ես արագ բարպետորեն ուշի ուշով հետևում էի։ պատրաստեցի։ Մենք այստեղ մի փոքր ձիթայուղ մոռացանք։ Ավելացնեմ մի փոքր ձիթայուղ։ Թանձրուկի մեջ է ձիթայուղը։ Այո, այո։ Դե Դու էլ ասում ես ես պատրաստել եմ, պատրաստել եմ։ դե լավ։ Դա ես պետք է զգուշացնեի։ Ահա, եւ արդեն մենք կարող ենք ընդամենը մի քանի րոպե եւ վերջ։ Դնում ենք մի կողմ ու հիմա կավարտենք աղցանը։ Ես չեմ տեսնում, բայց ենթադրում եմ, որ այդ կարամելային ինչ-որ հետաքրքիր, ինչպես ասացիր, մուկ մանուշակագույն։ Շագանակագույն։ շագանակագույն պետք է լիներ, ստացվեց այդ էֆեկտը։ Այո։ Այո, կարծում եմ, այո։ Այն է, ինչ տեսել եմ ես։ Ինչպես տեսել եմ խոհարարների մոտ, հենց այդպես ստացվեց։ Հիմա կտրենք ավոկադոն։ Ես դդում չեմ ուտում, չեմ սիրում, բայց այսօր երևի թե Դու հարցում ես, որ մենք ի պատասխան քեզ հարցնեինք, իսկ դու մենք դա չարեցինք, փորձեմ այսօր։ Մենք զբաղված էինք, չհարցրեցինք։ Բայց փաստորեն- Աղցանում ինձ թվում է շատ չի զգացվի, առանձին երբ ուտում ես մի քիչ այլ է, բայց այստեղ կարծում եմ շատ չես զգա տարբերությունը։ Ակնհայտ այստեղ Հիմա շատ կփորձեմ։ համեղ հետաքրքիր համերով է խառնված եւ կկոտրվի այդ համը։ Եվ հետո էլի ղափամայի օրինակով լուծումն ու մեղրը շատ լավ համաձայնվում Ես են, մենը մի որպես որ օգտակարության մասին գիտեմ, շատ օգտակար է դդումը, բայց ես չեմ կարողանում ուտել ու շատ եմ ուզում վերջապես փորձել ու միշտ դառնա իմ սննդակարգի մեջ լինի անդամ։ դե կարծում եմ այս աղցանը կօգնի քեզ այդ հարցում։ Եթե այդպես եղավ, ես չգիտեմ, Անուշին Մեծ շնորհակալություն կասես։ շատ մեծ։ Մենք մի քիչ հաճախ կպատրաստենք։ Խորանարդաձև կտրեցինք Այո։ բոլոր բաղադրիչները։ Հիմա ավելացնենք աղցանի մեջ։ Եվ եթե դդումն ու ծագախոտը եփված լինի, շատ արագ պատրաստվում է ու հետաքրքիր է իհարկե մատուցել յուրաքանչյուր ձկնատեսակի կամ մսամթերքի հետ։ Նա դե լավ խառնենք։ Համլետի թանձրուկը։ Անունն ինչ է այս ուտեստի, թե էլի Մտածենք։ էլի պիտի մտածենք։ Սպասում եմ Եվ Ես ես սպասում եմ առաջարկների։ Չէ, դա է անունը, ես ասացի արդեն։ Նայենք գույներին, Որն է Համլետ։ անունը։ Ասացի։ Հա, հասկացա։ Նայենք գույներին, Շատ գեղեցիկ է ինչ խոսք։ Ձմռան արև։ լավ է հնչում։ Կամ ձմռան մառախուղ։
ճառագայթ։ Ձմռան արև թող լինի, որտեղ այդտեղ ամեն դեպքում դեղինը եւ նարնջագույնը մի քիչ ավելի շատ է կարծում եմ գույների մեջ։ Ահա։ Մենք կարող ենք արդեն ավելացնել մեր ափսեի մեջ։ Իդեպ նորքի բարձունքում հիմա երկու ձմռան արև կա, մեկը մենք տեսնում ենք։ Պատուհանից այն կողմ հույս ունենք դուք եք տեսնում սիրելի հեռուստադիտողներ, մյուսը փաստորեն աղցանն է արդեն։ Ընդհանրապես այս շրջանում շատ պետք է օգտագործել հատիկեղեն, դդում եւ իդեպ լավ է որ շատ մենք դդումը այդքան հիմնականում ղափամայի տեսքով, ապուրների տեսքով ենք պատրաստել, բայց հիմա լավ է որ մարդիկ շատ նույնիսկ հաց են թխում դդումից։ Դդումով հաց։ Այո, կարկանդակ են պատրաստում։ Մենք նկարել ենք Տիկին Հասմիկին, նա հրաշքներ է գործում ուղակի դդումով, այնպիսի բաղադրատոմսեր է ներկայացնում, ավելի ճիշտ արդեն պատրաստ հետաքրքիր կերակրատեսակներ։ Եվ լավ է որ մարդիկ հիմա նույնիսկ տանը ուղակի շատ հաճախ պատրաստում են աղցաններ եւ տարբեր տեսակներով մշակում են։ Մեկը ջեռոցում, մյուսը տապակում է, մյուսը ուղղակի խաշված վիճակում։ Եվ լավ է, որ մեր խոհանոց նորից վերադարձել է դդումը։ Այո, իրականում դդումով կարկանդակը պատկերացնում եմ ինչ համեղ է լինելու։ Չէ՞ Միկա։ Ես միանգամից ես պատկերացրեցի։ Ես համտեսել եմ, իսկապես շատ հետաքրքիր էր, բազուկով, գազարով, շատ հետաքրքիր միջուկներով անգամ։ Մենք այստեղ կարող ենք ռուկոլայի փոխարեն օգտագործել, օրինակ, ուղղակի որևէ այլ տեսակի կանաչի, ինչը որ դուք եք նախընտրում, բայց ռուկոլան մի թեթև իր այդ կծվությամբ ավելի հետաքրքիր է դարձնում։ Բալանսավորում է համը փաստորեն։ Եվ այստեղ կարող ենք ավելացնել, օրինակ, քունջուտ։ Եվ իհարկե նաև ձկան վրա կավելացնենք։ Ձուկը եփվեց, հա։ Ես Այո, Շատ գեղեցիկ է անուշ։ արագ էր, քանի որ շատ բարձր էր այրված, դրա համար շատ արագ պատրաստվեց, ընդամենը 4-5 րոպե մի կողմում եւ 2-3 րոպե հաջորդ կողմում։ վերջ ավարտվեց։ Վերջ ավարտեցինք, Շատ պատրաստ է գեղեցիկ է, սաղմոնը, Պես միշտ աղցանով։ գեղեցիկ օգտակար։ Ձմռան արևը առաջինի եթերում մի խոսքով։ Այո, Շնորհակալություն Անուշ։ Համեցեք համտեսելու։ Ես կգամ եւ կփորձեմ դդումը ու եթե ինչ-որ մի բան իմ մեջ փոխվեց, ուրեմն ես կխոնարհվեմ։ Այդ մասին կպատմենք հեռուստադիտողներին տեսարողակից հետո։ Դուք երաժշտություն լսեք եւ եթե պատրաստում եք մեզ հետ նաեւ համտեսեք, իսկ մենք գնանք համտեսելու։